Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից ինչպես ենք մենք ինքնարտահայտվում թեմայով շարունակում ենք հետևյալ դասերի ուսումնասիրումը։ Այսօր մենք կսովորենք Ռազմիկ Թավոյանի նկարչություն գեղեցիկ դասը։ Տեսնենք հեղինակն ինչ է ասում մեզ։ Այս դասը սովորելու ընթացքում կամրապնդես վանքի մասին քո ունեցած գիտելիքները։ Նկարազարդումը կհամեմատես տեքստի հետ։ Կընտրես մտքերն ու զգացմունքները արտահայտելու քո եղանակը։ Կիմանաս, թե ինչը կարող ես նվիրել մայրիկին նրա ծննդյան օրվա առթիվ։ Ինչ ես կարծում, հնարավոր է նկարել մանկությունը։ Այս հարցադրումը անելուց հետո լսում ենք երեխաների կարծիքները։ Երեխաները մանկություն նկարելիս բոլորը գեղեցիկ, վառ արտահայտություններ են անում։ Կապույտ երկինք են նկարում, պայծառ արև, նկարում են ծաղիկներ, թիթեռներ, բզեզներ, երաժշտություն են լսում, գեղեցիկ խոսքեր են ներկայացնում, բայց ոչ ոք առանց մայրիկի չի պատկերացնում իր մանկությունը։ Եվ խոսում ենք նաև մայրիկների մասին, նրանց վերաբերմունքի մասին, թե ինչերի է պատրաստ մայրը հանուն իր զավակների եւ ինչպես են զավակները սիրում եւ իրենց սերը ցուցադրում մայրիկներին։ Նկարչություն։ Նայում ենք նկարին եւ փորձում ենք գուշակել բանաստեղծության սյուժեն։ Ինչի մասին կարող է խոսք լինել։ Երեխաները իրենց կարծիքներն արտահայտում են, տեսնում են նկարում մայրիկին, լողացող երեխային, տունը, ծիծեռնակին, ծիծեռնակի բույնը, կանաչ դաշտերը, ալ կարմիր ծաղիկները եւ հետո կարդում ենք դասը։ Այստեղ մի տուն նկարեմ, կողքին մի ծառ նկարեմ, վրան մի բույն նկարեմ, մեջը ծիծառ նկարեմ, ծիծառը ծիծեռնակն է երեխաներ, հեռվում շոգ դաշտ նկարեմ, կակաչ ու սինձ նկարեմ, սինձն էլ ուտելի կանաչ է երեխաներ, շատ համեղ է, եթե գյուղական վայրերում եք ապրում, հաստատ սինձի համը փորձած կլինեք, այն շատ համեղ է, ջրով լի դաշտ նկարեմ, ու մեջը ինձ նկարեմ, նայում եք հեղինակը նկարել է դաշտի մեջ երեխային, այսինքն հիշում է իր մանկությունը։ Կողքիս մայրիկս կանգնի, ես ջուր ցանեմ փեշերին, խոշոր աստղեր կցոլան նրա սրտի գիշերին։ Հետո մի թուփ նկարեմ, վրան խոշոր կարմիր վարդ, այնքան անուշ նկարեմ, որ զարմանա ամեն մարդ։ Հիմա կարդանք տող բացատրելով։ Այստեղ մի տուն նկարեմ, կողքին մի ծառ նկարեմ։ Տուն պատկերացնելիս երեխաները անպայման ծառը պատկերացնում են տան հետ միասին։ Վրան մի բույն նկարեմ, մեջը ծիծառ նկարեմ, ծառի վրա բույն է դրել ծիծեռնակը, որի բնի մեջ ծիծեռնակի ճուտիկներն են երևում։ Ծիծեռնակի մասին հիշում ենք, որ մկրատաձև պոչիկ ուներ, գարնան ավետաբերն էր եւ ծիծեռնակի մասին կարելի է լրացուցիչ տեղեկություններ էլ տալ, որ ծիծեռնակի թռիչքով կարելի է որոշել, թե ինչպիսին է լինելու եղանակը։ Եթե անձրևոտ է լինելու եղանակը, ծիծեռնակները ներքևից են թռչում, եթե պարզ լավ եղանակ է լինելու, շատ բարձր են թռչում ծիծեռնակները։ Այստեղ խոսքը վերաբերվում է ոչ թե ծիծեռնակի թռիչքին կամ գուշակությանը, այլ միջատներին, որոնք եթե օդը խոնավ է լինում, ծանրանում են, ավելի ներքևից են թռչում, չեն կարող շատ բարձր թռչել, իսկ ծիծեռնակը օդում միջատ է որսում, որտեղ միջատները այնտեղ էլ ծիծեռնակը, դրա համար էլ եթե միջատները մի քիչ ցածր են թռչում, օդը խոնավ է, պիտի անձրև կա, իսկ ծիծեռնակն էլ միջատ որսալու համար ցածրից է թռչում ավելի։ Հեռվում շոգ դաշտ նկարեմ, շոգ դաշտ, տեսնում եք խոտը արդեն այրվել է, վառվել է, շոգ է դաշտում։ Կակաչ ու սինձ նկարեմ, դաշտի կակաչների մասին է խոսքը, վայրի կակաչները, սրանց նաև լալա են ասում երեխաներ։ Ջրով լի դաշտ նկարեմ ու մեջը ինձ նկարեմ, շոգ ժամանակ բոլորը ուզում են ջրով ցողվել, որպեսզի զովանան, ճիշտ է երեխաներ, դուք էլ անտատ ուզում եք ջրում ցողվել, լողավազանում լողալ, որպեսզի զովանաք։ Կողքիս մայրիկս կանգնի, ես ջուր ցանեմ փեշերին, տեսեք խաղում է մայրիկի հետ, կարծես վարդավառ է խաղում, մայրիկին ջրով ցողում է։ Խոշոր աստղեր կցոլան նրա սրտի գիշերին,
Սիրտը գիշեր չի ունենում, փոխաբերություն է սա, երեխաներ, ուզում է ասել, եթե մայրիկը անգամ անտրամադիր է, տխուր է, եթե երեխայի երջանկությունն է տեսնում, եթե տեսնում է, որ երեխան իրեն լավ է զգում, մայրը միանգամից երջանկանում է, մոռանում է ամեն ինչ, նույնիսկ սրտի գիշերը աստղերի միջոցով ցոլում են, իսկ աստղերը մայրիկի վառ ու պայծառ աչքերն են։ Հետո մի թուփ նկարեմ, վրան խոշոր կարմիր վարդի թփի մասին է խոսքը, այնքան անուշ նկարեմ, որ զարմանա ամեն մարդ։ Շատ սիրուն բանաստեղծություն է, երեխաներ, դուք ինքներդ էլ կարող եք նկարի միջոցով բանաստեղծություն հորինել եւ նվիրել ձեր ամենասիրելի, ամենաթանկ մարդուն, մայրիկին։ Բուն եւ վարդ բառերը տրված են աչքի առաջ պատուհանիկում, որոնք մեր պարտադիր բառացանկի բառերն են։ Հետագայում աշխատանքային տետրում երեխաները այս բառերից յուրաքանչյուրից մեկական տող պիտի գրեն։ Անցնենք հարցերին եւ առաջադրանքներին։ Ինչ էր ուզում նկարել բանաստեղծության հեղինակը։ Բանաստեղծության հեղինակը ուզում էր նկարել մանկություն եւ նկարեց իր մանկությունը իր հիշողությամբ։ Ինչու էր նա ուզում այդ ամենը նկարել։ Հարց ենք տալիս երեխաներին, երևի շատերը արդեն գլխի կընկնեն, որ հեղինակը ուզում էր հիշել իր մանկությունը, իր մայրիկին եւ այն օրերը, երբ ինքն իրեն անհոգ ու երջանիկ էր զգում։ Ինչ էր ուզում հերոսը արտահայտել այդ նկարներով։ Այդ նկարով հերոսն ուզում էր արտահայտել իր սերը հայրենիքի, հարազատ տան, օջախի, հայրենիքի նկատմամբ։ Հիմա կատարենք առաջադրանքները։ Ինչպես ես արտահայտում քո սերը ընտանիքիդ, անդամների, ընկերներիդ նկատմամբ, պատմիր, երեխաներին խոսեցնում ենք, եթե սիրում ենք, հարգում ենք, ուրեմն պետք է ինչ-որ զոհողությունների գնանք, պատրաստ ենք կիսելու նրանց հետ մեր ունեցածը, պատրաստ ենք դժվարությունները միասին կիսել, օգնել յուրաքանչյուր հարցում, ուրախության պահին էլ միշտ կողքին լինել։ Այս առաջադրանքը մենք տետրում կկատարենք, փոփոխելով վարդ եւ բույն բառերի առաջին տառերը ստանալ նոր բառեր։ Այժմ կատարենք երրորդ առաջադրանքը։ Ուշադիր, դիտիր բանաստեղծության նկարազարդումը։ Տրված բառաշարքերում ընդգծիր, ինչը պատկերված չէ նկարում։ Նայում են երեխաները, վարդը չկա պատկերված նկարում, բայց եթե ուշադիր նայենք, մայրիկի զգեստի վրա վարդերը կան։ Շոգ դաշտը կա, ծիծեռնակը կա, տունը կա, հիմնականում պատկերված չէ միայն վարդը։ Միգուցե երեխաները ավելի խորաթափանց լինեն եւ ուրիշ բաներ էլ նկատեն։ Տունը կար, ծառը կար, բույնը, ծիծառը, կակաճը, շոգը զգացինք, դաշտի գույնից հասկացանք, որ շոգ է, սինձը կա, ջրով լի դաշտը կա, մանուկը կա, մայրիկը կա, փեշերը կան, վարդի թուփը միայն չկա։ Եվ հաջորդ չորրորդ առաջադրանքը նայում ենք երեխաներ բոլորիս հայտնի մնջախաղի նշաններն են, լուրջ, տխուր, ուրախ նշանները տեղադրելու ենք։ Ես ուրախ եմ, տեսեք, ուրախ մարդուկ ենք նկարում, բերանի դիրքով երևում է ուրախությունը։ Ես տխուր եմ, այստեղ ընդհակառակը տխուր է։ Ես հանգիստ եմ, բերանի դիրքը պետք է ուղիղ գծով ցույց տալ։ Ոչ շատ ուրախ եմ, ոչ էլ շատ տխուր եմ։ Այս նշանները կարելի է փոխարինել նախադասություններին։ Եթե ես ուրախ եմ կարելի է սա դնել, կհասկանանք այս ժպտացող մարդուկին, որ ես ուրախ եմ, ես տխուր եմ եւ ես հանգիստ եմ։ Ընդամենը այս տրամադրության դեմքերը նկարելով կարելի է մեր տրամադրությունը ցույց տալ։ Նախադասության վերականգնումը նույնպես տետրում կկատարենք, այժմ ասենք 44 էջի առաջադրանքներին։ Նկարներում դու տեսնում ես, թե ով ինչպես է շնորհավորում իր մայրիկին նրա ծննդյան օրվա առթիվ։ Տեսեք, առաջին նկարում կարող ենք երեխաներին անուններ դնել։ Տղան բացիկ է նվիրում մայրիկին, դուք բոլորդ մարտի 8-ի մայրիկների տոնի կապակցությամբ, մայրիկի ծննդյան օրվա կապակցությամբ սիրուն բացիկներ եք պատրաստում, ծաղիկներով, սրտիկներով եւ նվիրում մայրիկներին։ Իմացեք, որ ձեր ձեռքի յուրաքանչյուր աշխատանք շատ թանկ ու հարազատ է մայրիկի համար եւ նա կարող է նա ամբողջ կյանքում պահել, փայփայել ձեր բացիկը եւ ջերմացնել սիրտը այդ բացիկով։ Տեսեք, մյուս դեպքում ես երգում եմ մայրիկիս համար։ Սա նույնպես տարբերակ է։ Իր նկարած նկարն է նվիրում մայրիկին։ Տեսեք, այս մեկն էլ շատ գեղեցիկ նկարներ է անում։ Ձեր դասարանում էլ շատերը կան, ովքեր գեղեցիկ նկարում են եւ կարող են իրենց նկարները նվիրել։ Գրկում եւ համբուրում եք մայրիկին, սա բոլորդ կարող եք հեշտությամբ անել։
Օգնում եմ տնային գործերում։ Սա էլ մի փոքր դժվար է, բայց եթե շատ ուզեք, անպայման կօգնեք մայրիկին տնային գործերում օգնելու համար։ Կարող եք նաև առաջարկել ձեր տարբերակները, թե ուրիշ ինչպես կարելի է շնորհավորել մայրիկին։ Այստեղ առաջարկում է երեխաներին պատմել, թե իրենք ինչպես կշնորհավորեն մայրիկին։ Եվ տեղեկություններ ենք հայտնում գիտես որ բաժնից։ Իմանանք, որ հին ժամանակներում մարդիկ նկարել են քարանձավների պատերին, հիշում եք ես դասը անցնելիս ես մի փոքր պատմեցի այդ մասին ձեզ, որպեսզի պատմեն իրենց զբաղմունքի, կյանքի, սիրած գործերի մասին։ Տեսեք, այս մարդը նկարել է որսի տեսարան, թե ինչպես էին կորսորդությամբ զբաղվում, եղնիկ է նկարել, արևն է նկարել, ուրախացող պարող մարդիկ, ովքեր որս են արել։ Նկարչության միջոցով այսօր էլ մարդիկ կարող են արտահայտել իրենց տրամադրությունը, պատմել իրենց մասին։ Եվ ամենավերջում տեսեք ներկա պնակի և վրձնի օգնությամբ կարող եք դասից քաղած ձեր պտուղների մասին պատմել, կարող եք և նկարել։ Ես պարզեցի որ, օրինակ, ինչ պարզեցիք որ։ Դուք պարզեցիք, օրինակ, կառաջարկեմ դուք էլ ձերը կարող եք ասել, որ կարելի է նկարչության միջոցով վերադառնալ մանկություն, հիշել թանկ ու հարազատ օրերը։ Ինձ հաջողվեց իմ տրամադրությունը ցույց տալ բանաստեղծության միջոցով։ Ինձ դուր եկավ նկարչության միջոցով պատմել կամ բանաստեղծությունը սովորել։ Եթե նկարչության միջոցով սովորեն, շատ արագ կսովորեն երեխաները։ Ես ցանկացա տարբեր առարկաների, երևույթների մասին նկարներով պատմել։ Նկարչությունը կարող է օգնել քեզ, որ արտահայտես քո մտքերն ու հույզերը։ Անցնենք տետրի առաջադրանքներին։ Նկարչություն դասից մենք ընդամենը ունենք 3 առաջադրանք կատարելու։ Առաջինը պետք է գրենք բույն և վարդ բառերը և սովորենք ճիշտ ուղղագրությունը։ Վարդ լսվում է Თ, գրվում է Դ։ Նույն ձևով զարդը երեխաներ։ Բույն ուй երկնչյունն է, ուշադիր ենք լինում, որպեսզի բյուն չարտասանենք, բույն ճիշտ արտասանենք և ճիշտ գրենք։ Առաջադրանք երկուսը փոփոխելով վարդ և բույն բառերի առաջին տառերը ստացիր նոր բառեր և գրիր։ Ես իմ աշակերտներին առաջարկել եմ այբուբենի բոլոր բաղաձայն հնչյունների տառերով փորձարկել, որը ստացվեց գրել։ Օրինակ մենք սկսեցինք B-ից, բարդ, դարդ երեխաներ նշանակում է ցավ, անհանգստություն, հոգս, վիշտ։ Զարդ, տեսեք, թանկարժեք իր, զարդ, որը կարող են օգտագործել թե աղջիկները, թե տղաները։ Հարդը ցորենի, հասկի դուրս եկած ավելորդ մասն է։ Մարդ, մենք բոլորս մարդ ենք, շնչավոր, գիտակից մարդ։ Յարդը անգլիական երկարության չափման միավոր է, որ մեծանանք կսովորեք։ Ջարդ նշանակում է կոտորած, երբ ինչ-որ մի բանից շատ են կտրատում, ասում են, «Էս ինչ ջարդ ես կատարել», իհարկե չենք փորձում երեխաների մեջ մարդկային ջարդի մասին խոսել։ Սարդը գիտենք, միջատ է, որը սարդոստայնն է գործում։ Այսքան բառերը կարելի է ստանալ վարդի առաջին տառը փոխելով։ Այժմ փորձենք բույնի առաջին տառը բն փոխել։ Տնենք Ք, գույն, երանգ է նշանակում թույն, օծունի թույն։ Հն տեղադրենք կդառնա հույն, ազգություն է, Հունաստանում ապրող հույն մարդիկ։ Նույն, այսինքն միանման։ Սույն նշանակում է այս։ Եվ առաջադրանքի 3-ը վերականգնել քանդված նախադասությունը։ Կարելի է նորից կենդանի նախադասություն խաղի միջոցով երեխաներին բաժանել այս բառերը, կանգնեցնել և խնդրել, որ նրանք դասավորվեն այնպես, որ ստացվի նախադասություն։ Հիշում ենք, որ նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դրվում է վերջակետ։ Եթե նկատում եք երկու բառ կա, որ մեծատառով է սկսված, այսինքն կարելի է երկու բառներ որպես նախադասության առաջին անդամ օգտագործել։ Օրինակ, ես մայրիկիս շատ եմ սիրում կամ կարելի է մայրիկիս ես շատ եմ սիրում։ Իսկ վերջին բառը սիրումն է, քանի որ նրա կողքին դրված է վերջակետ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։